Բարի երեկո, հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի ամփոփիչ թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Սյունիքը քաղաքական խարդավանքների կիզակետում, ինչ կեղծարարությունների մասին են խոսում ադրբեջանագետները։ Մարզային շրջագայություն, սրտիկներ, թմբուկ, համտես, ինչ է իրականում կատարվում ուրախ ավտոբուսի դռնից այն կողմ։ Երեխան դարձել է բռնության զոհ, ինչ վիճակում է խորթմորձեցի հետևանքով հոսպիտալացված 1 տարեկան 2 ամսական երեխայի առողջական վիճակը։ Թեհրանը հանգստացնում է հանրությանը, բայց տարածվող լուրերը սարսափելի են, որտեղ եւ ինչ վիճակում է Իրանի նոր գերագույն հոգեվոր առաջնորդը։ Քիչ առաջ ազգային ժողովի ամենամեծ ընդդիմադիր ուժը Հայաստան դաշինքը պաշտոնապես հայտարարեց իր վարչապետի թեկնածուի անունը։ Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։ Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածուն է Արցախի հանրապետության առաջին նախագահ, Հայաստանի հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացված միջոցառման ժամանակ ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նշել է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ՀՅԴ-ն որոշել են շարունակել իրենց գործակցությունը։ Նրա խոսքով դաշինքի միացել է նաեւ առաջ կուսակցությունը եւ բազմաթիվ հասարակական եւ հանրային գործիչներ։ Հայաստան դաշինքը առաջիկա ընտրությանը հանդես է գալու միասին կարող ենք կարգախոսով։ Առջևում սովորական ընտրություններ չեն։ Սա հերթական մրցապայքարը չէ, սա գոյաբանական հարց է։ Հետևաբար մեր նպատակն է կանխել գործող ռեժիմի վերարտադրությունը եւ կտրել զիջումների այս շղթան։ Եկեք պարզ խոսենք։ Հայաստանում չկա որևէ ուժ, որը սա կարող է անել միայնակ։ Ուստի շատ ուղիղ դիմում եմ ընդդիմադիր ուժերին։ Մենք ընդդիմադիր դաշտում թիրախներ չունենք։ Մենք ընդդիմադիր դաշտում ունենք պայքարի այսօրվա եւ վաղվա գործընկերներ։ Մեր թիրախը մեկն է գործող իշխանությունը։ Մենք շարժվելու ենք այդ սկզբունքով։ Եվ այդ նույն պահանջն ու ակնկալիքը ունենք ընդդիմադիր դաշտի բոլոր ուժերից։ Նոր սահմանադրության նախագիծն ամբողջությամբ պատրաստ է, հայտարարել է Արդարադատության նախարարը եւ նշել, որ տեքստը կհրապարակեն իշխող կուսակցությունում քննարկելուց հետո։ Նոր սահմանադրության նախագծում հղում կլինի արդյոք անկախության հռչակագրին դեռ պարզ չէ, բայց հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանը օրերս հայտարարել էր, որ մայր օրենքի տեքստից ուզում է ջնջել անկախության հռչակագրին հղումը, որը նա համարում է կոնֆլիկտային։ Այդ հռչակագիրը հանգիստ չի տալիս նաեւ Ադրբեջանին։ Իլհամ Ալիևի խոսքով Հայաստանի սահմանադրությունից անկախության հռչակագիրը հանելը խաղաղության համաձայնագրի ստորագրման միակ մնացած նախապայմանն է։ Բաքուն պնդում է, թե փաստաթուղթը տարածքային պահանջներ է պարունակում։ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը շատ ակտիվ աշխատում է։ Ամեն շաբաթ նիստեր են հրավիրում, եւ տեքստը, ինչպես եւ խոստացել էի, պատրաստ է։ Բայց հրապարակման մասով դեռ նորություն չունեմ, որովհետեւ որոշվել է տեքստը քննարկել նաեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունում եւ խորհրդարանական խմբակցությունում։ Դրանից հետո տեքստը հրապարակելու մասով որոշում կկայացվի։ Այն կարծիքին ենք, որ ժողովրդավարության սկզբունքների լավագույն արտահայտումը հենց պարլամենտարիզմի մեջ է, բայց շատ մեծ փոփոխություններ են կարել այն համատեքստում, որ փորձել ենք ավելի ապակենտրոնացնել իշխանության թևերն ու բալանսավորել, օրինակ վերահսկողական մեխանիզմներ տրամադրելով ազգային ժողովին, վարչապետի գործունեության նկատմամբ եւ այլն։
Այս պահանջներին զուգահեռ Ադրբեջանը ակտիվորեն առաջ է մղում նաև մեկ այլ թեզ։ Հրատարակվում են աշխատություններ, որտեղ Սյունիքի տեղանունները ներկայացվում են որպես պատմական ադրբեջանական տարածք Արևմտյան Զանգեզուր անվանումով։ Մասնագետները ահազանգ են հնչեցնում, որ սա պարզապես գիտական վեճ չէ, այլ տարիներով մշակված քաղաքականություն։ Ինչ կեղծարարությունների մասին են խոսում ադրբեջանագետները, Անահիտ Սարգսյանի ռեպորտաժում։ Փաշինյանի առաջարկած իրական Հայաստանում կա Զանգեզուրը, թե ոչ։ Ադրբեջանում վերջերս հրատարակված Արևմտյան Զանգեզուր կոչվող տեղանունների բառարանում այն կա, եւ այն էլ իրենց խոսքով պատմական անվանումների ճշգրիտ կոորդինատներով։ Իսկ ովքեր պետք է զբաղվեն Ադրբեջանի հակագիտական եւ կեղծ թեզերին արձագանքելով։ Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը կարծում է, որ 2 տարի առաջ հիմնադրված Գեղարդ-գիտավերլուծական հիմնադրամի գործունեությունը հենց դրան պիտի միտված լիներ։ Ինչ նրանք որպես ազգային ակադեմիա պետք է անեն, որ նման երևույթների գոնե հակադարձեն։ Գեղարդ-գիտավերլուծական հիմնադրամի գիտաշխատող պատմական գիտությունների թեկնածու Գոռ Մարգարյանն էլ ասում է, որ աշխատում են այդ ուղղությամբ։ Գեղարդ հիմնադրամը հիմա արդեն ակտուալ դարձավ այս տեսանկյունից, ունի շարք, որտեղ հրապարակում է կարճ համառոտ հետազոտություններ, նորովի պատրաստված գիտական հենքի վրա պատրաստված համառոտ հետազոտություններ Հայաստանի եւ Հայաստանի հարակից շրջանների տեղանունների վերաբերյալ։ Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը պատմական անդրադարձ է կատարում, ասում, որ 1640-ականներից սկսած այդ տեղանուններին նաև տրվել է թուրքալեզու, սակայն ոչ ադրբեջանական անվանումներ, իսկ ադրբեջանցիներն այն ժամանակ դեռ ադրբեջանցիներ չէին, նրանք 20-րդ դարում նոր պետք է դառնային ադրբեջանցի։ Բնակավայրը հայաթափել են, վերեր են լցրել են այդտեղ, իրանք այդ իրան բնակավայրին անուն են տվել։ Դուք 17-րդ դարից շուտ ադրբեջանական բնակավայր չեք գտնի։ Միայն Զանգեզուրի տեղանունների հետ կապված կեղծարարությունների համար մի քանի տասնյակ ադրբեջանական կազմակերպությունների ֆինանսավորում է տրվել, եւ մենք պարզապես լիովին չենք պատկերացնում տարվող քաղաքականության մասշտաբը, շեշտում է Գոռ Մարգարյանը եւ նշում, որ միայն Արևմտյան Ադրբեջան կառույցով չի սահմանափակվում ամեն ինչ։ Զուգահեռաբար գործում են բազմաթիվ այլ խոշոր այսպես կոչված գիտական կամ գիտահետազոտական կառույցներ, մեդիա էքսպերտային հիմնադրամներ, կազմակերպություններ, որոնց ամբողջ աշխատանքը միտված է նույնին հայկական պատմական մշակութային ներկայությունը ժխտելու, ջնջելու եւ այդ ամբողջը յուրացնելու։ Ադրբեջանը շատ ավելի հեռուն է գնում։ Վերջերս օրինակ անցկացրել էր Արևմտյան Ադրբեջան հայտարարված կոչված այդ կազմակերպությունը Արևմտյան Ադրբեջանի ավանդույթների խոհանոցի վերաբերյալ միջոցառում եւ այնտեղ չգիտեք ինչու Արևմտյան Ադրբեջանի պատկերացնում եք ցինիկության աստիճանը գառն ու գաթան հաղթող էր ճանաչվել։ Ադրբեջանագետը կարծում է, որ մեր պետության վարած քաղաքականության պայմաններում ադրբեջանցիների ֆիզիկական վերադարձն ավելի քան մոտ է իրականությանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն է Սյունիքը վերաբնակեցնել ադրբեջանցիներով։ Իսկ ինչ վերաբերում է պատմական տարածքների անվանումներին եւ դրանք ադրբեջանական կոչելու հիմնավորումներին, ասում է. Եթե դուք բացանեք այդ բառարանը եւ ցանկացած բնակավայրի պատմությունը, այսինքն երբ է հիմնվել այդ գյուղը, այդ քաղաքը, բան, դուք կտեսնեք, որ 18-րդ դարից շուտ գյուղի հիմնման դատա չկա, չնայած այնտեղ կան, ասենք, եկեղեցիներ, խաչքարներ, որոնք 8-րդ, 9-րդ, 10-րդ դարի են։ Չպետք է թույլ տալ, որ հակագիտականությունը հաղթի, ասում է Գոռ Մարգարյանը։ Նույն կերպ փորձում էին Երևանը դարձնել ադրբեջանական, Վարդենիսը նույնպես։ Իմ եւ գործընկերներիս կողմից մեծ հրատարակություն է պատրաստվում, ծավալուն հրատարակություն է պատրաստվում ոչ միայն Զանգեզուրի, այլև ընդհանրապես հայկական բնակավայրերի, նկատի ունեմ ոչ միայն հայաստանյան բնակավայրերի, հայկական ու հայաբնակ բնակավայրերի յուրացման կեղծարարության ադրբեջանցիների ջանքերի ընդհանուր տրամաբանությունը վերլուծող եւ մերկացնող հետազոտություն է պատրաստում։
Այն, որ Արեմտյան Ադրբեջան համայնք կազմակերպության ղեկավար Ազիզ Ալեք Բերլին հայտարարում է, թե Արեմտյան Զանգեզուրի աշխարհագրական անվանումների բառարանի ստեղծումը հոգևոր վերադարձ է պատմական տարածքներ, հուշում է միայն մեկ բանի մասին. սկզբում հոգևոր վերադարձ, հետո ֆիզիկական։ Ահա թե ինչպիսի նպատակ ունի արդեն 40 տարուց ավելի ինտենսիվորեն մշակված այս քաղաքականությունը, կարծում են փորձագետները։ Անահիտ Սարգսյան, Էդիկ Մալաքյան, Նանա Գևորգյան, ABC Media։ Իսկ մինչ Ադրբեջանը նոր պահանջներ է թելադրում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցների հետ շրջում է մարզերում, բնակիչներին բաժանում իր պատկերացրած Հայաստանի քարտեզը եւ հայտարարում Ադրբեջանի հետ առևտրի մասին։ Ուրախ ավտոբուսից տարածվող կադրերին զուգահեռ մեծ արձագանք են ստանում նաեւ Փաշինյանի սրտիկները, ուտելը, թմբուկ նվագելը։ Բայց սա միայն մեդալի մի կողմն է։ Ինչ է իրականում կատարվում ուրախ ավտոբուսի դռնից այն կողմ առանց մեկնաբանության։ Նիկոլ Փաշինյանին միացած 10 եպիսկոպոսներից Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն ազատվել է Վայոց ձորի թեմի առաջնորդի պաշտոնից։ Մայրաթորի տարածած հայտարարությունից հասկանում ենք, որ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացած սրբազանը ինքն է դիմել վեհապարին հանգստի կոչվելու խնդրանքով։ Հայրապետի որոշմամբ Աբրահամ սրբազանի փոխարեն Վայոց ձորի թեմականությունը համատեղության կարգով կատարելու է Սյունյանց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը։ Լոռու մարզի Ամրակից գյուղում գտնվող ռուսական եկեղեցին երկարատև վերականգնումից հետո նոր տեսք ունի։ Մոտ 131 միլիոն դրամ արժեցած վերանորոգումը դարձել է քննարկումների եւ մասնագիտական բանավեճի թեմա։ Ինչպես է փոխվել Ամրակիցի եկեղեցին, ինչպես են գնահատում կատարված աշխատանքները ճարտարապետներն ու զբոսավարները, Սեդա Մակարյանի ռեպորտաժում։ Լոռու մարզի Ամրակից գյուղում գտնվող ռուսական եկեղեցին հիմա այս տեսքն ունի։ Լոռու մարզի կանաչ բլուրների մեջ բարձրանում է Սուրբ Նիկողայոս Հրաշագործի եկեղեցին, որը կառուցվել է 1848 թվականին նեոռուսական ոճով։ Այն միշտ անկրկնելի է եղել իր պատմությամբ ու ճարտարապետությամբ, որն այսօր սակայն չի պահպանվել։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ վերանորոգվել է եկեղեցին, կորցնելով իր հիմնական դիմագիծն ու ճարտարապետությունը։ Նշեմ նաև, որ հատվել են եկեղեցու շուրջը գտնվող գրեթե բոլոր
ծառերը։ Մոտ 131 միլիոն դրամ է հատկացվել 2 տարի տևած վերականգնման աշխատանքների համար, սակայն եկեղեցու նոր տեսքը քննարկումների առարկա է դարձել եւ միանշանակ չի ընկալվել հանրության եւ մասնագիտական շրջանակներում։ Մի փոքր այդ թարմացումը էլ եմ ասում։ Շատերին ով թյուրիմացաբար մի քիչ ուրիշ ընկալում է տալիս եւ այսպես խորացած նախագծին, որ հետևում են կամ այսպես բանեն անում, դիտարկում են այ մասնագետները ի վերջո վերջին կարծիքը նրանցն է։ Նախագծի հեղինակ Հովանես Սանամյանն ասում է, նախնական տեսքն է վերականգնվել, իսկ մնացած աղմուկը բանբասանք է որակում։ Նախագիծը արած է բարձր մակարդակով, ելնելով արխիվային նյութերի իրավ եղած տվյալների հիման վրա։ Ամրակից գյուղի բնակիչներին նույնպես դուր է գալիս եկեղեցու նոր տեսքը, ասում են, հինն արդեն քանդվում էր։ 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո գյուղի եկեղեցին վնասվել էր, որից հետո այստեղ պատարակներ չեն մատուցվել, մինչև այսօր։ Նախարարությունն էլ գյուղացիներին վստահեցրել է, որ վերականգնվել է եկեղեցու նախկին տեսքը։ Հնարավոր է մոտեցրել են հնին, ոնց հին եղել է, ավելի շատ աշխատել են, որ մոտիկացնեն, ոնց հինը կա, տենց հին պահպանեն։ Նախկինն էլ էր լավը, հիմիկ բանն էլ է լավը։ Դե հիմիկ պետք էր, այդ ծառեր արդեն քանի տարվա ծառեր էր, հետո որ քամիներ էր լինում, այդ ճղները վնաս են տալիս լի, թափում էր այս կողմը, այն կողմը, հետո իրանց երևի պետք է որ կտրեին։ Բանը ոնց նախկին եղել է, նույն տեսքն է։ Ուրիշ տեղ փոփոխություն չկա։ Մենակ ծառերն են որ կտրել էտա։ Եկեղեցին եւ այսպես է շատ գեղեցիկ եւ իր հին տեսքով, որ մի փոքր քանդված էր, մի փոքր երկաշարժից դուզված էր եւ այդպես էր գեղեցիկ, այսինքն ինքը ամեն ձևով շատ գեղեցիկ է եւ հույս ունենք մեր եկեղեցին լույս կբերի, հույս կբերի, խաղաղություն կբերի եւ մեր երկրին եւ մեզ եւ մեր գյուղին։ Ամրակիցում խոսակցություններ կան, որ հնարավոր է եկեղեցին թանգարան դառնա։ Հիմա վերանորոգվել է, հույս ունենանք, որ եկեղեցին հենց եկեղեցի էլ կմնա, քանի որ կան խոսակցություններ, որ միգուցե եկեղեցին դարձնեն թանգարան։ Վերականգնող ճարտարապետ Լյուբա Կիրակոսյանն էլ նկատում է, լավ է, որ մշակութային ժառանգությունը վերականգնվում է, բայց կարևոր է պահպանել դրա պատմականությունը, հակառակ դեպքում շինությունը կորցնում է մշակութային եւ հոգեվոր արժեքը։ Ասենք վերականգնումն էլ ունի իր այսպես տարբեր եղանակները։ Վերականգնումներ, որոնք որ խստագույնս պահում են այդ հուշարձանի բոլոր տեսակի, թե շինարարական ավանդույթը, թե կառուցման կերպը եւ հնարավորություն կա ունենք այնպիսի փաստարկներ, որոնք որ կարող են հստակորեն հուշել, թե դա ինչպես է եղել, բայց կա նաեւ ուրիշ եղանակներ, վերականգնման ուրիշ եղանակներ հուշարձանի կարգավիճակ ունեցող կառույցների համար, որը նաեւ ենթադրում է իհարկե չվնասելով նրանց պատմականությանը, նոր եղանակներով, նոր նյութերով ամրացնել։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հստակ սահմանել է պատմամշակութային ժառանգության վերականգնման գլխավոր նպատակներից մեկը։ Վերականգնված հուշարձանը չպետք է կորցնի իր աուտենտիկությունն ու պատմականությունը։ Զբոսավար Յաշա Սոլոմոնյանը նկատում է, եկեղեցին արդեն կորցրել է պատմական շերտերը։ Մասնագետն այս գործընթացը համարում է ոչ թե վերականգնում, այլ վերանորոգում։ Վերականգնման արդյունքում հուշարձանը չի կարող ըստ էության ունենալ լրիվ նոր տեսք։ Սա միջազգային պրակտիկայում շատ հաճախ նաև այդպես էլ կոչում են դիսնեյականացում, հա, երբ որ ամեն ինչ այն կարգի է փայլեցվում եւ նորացվում, որի հետևանքով այլևս անհնար է ճանաչել տվյալ հուշարձանի պատմականությունը, անցյալը եւ այս դեպքում մենք կարծես թե ավելի շատ գործ ունենք ոչ թե ռեստավրացիայի, այլ ավելի շուտ ռեկոնստրուկցիայի, ռենովացիայի, այսինքն վերանորոգման հետ մենք գործ ունենք։ Սոլոմոնյանի խոսքով այս տարածքում զբոսաշրջության հոսքն այլևս առաջվանը չի լինելու։ Արտասահմանցիների հետ կտրեր անցնել կիլոմետրեր ու ցույց տալ նոր վերանորոգված կառույց նորմալ չէ։ Իսկ հարակից տարածքի ծառերն ըստ պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի հատվել են, որովհետեւ վտանգավոր էին։ Ակնադիտական զննությամբ կային ծառեր, որոնք ֆիզիկական ընկնելու վտանգ էին ներկայացնում եկեղեցու համար։ Ուստի վերականգնման ընթացքում պաշտոնապես դիմել ենք համայնքապետարան, խնդրել ուսումնասիրել, գնահատել եւ հեռացնել եկեղեցու պահպանության համար ֆիզիկական վտանգ ներկայացնող ծառերը։
Ի դեպ, հուշարձանների շրջակայքում ծառերը հաճախ ենթակա են հատման, ելնելով հուշարձանի տեսողական բարենպաստ ընկալման, արմատային համակարգի միջոցով հուշարձանի վնասման և այլ մասնագիտական հանգամանքներից։ Բոլորին հայտնի այս հոգևոր կառույցն այլևս ճանաչելի չէ։ Պետական ու պատասխանատու կառույցները փորձում են համոզել, լավ գործ են արել։ Պահպանել եկեղեցու հին տեսքը ըստ նրանց հնարավոր չէր, ըստ այլ մասնագետների ամեն ինչ էլ հնարավոր էր, ցանկություն էր պետք։ Սեդամ Ակարյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Իսկ Թումանյանի թանգարանը դեռ մարտին պետք է բացեր իր դռները նորակառույց մասնաշենքում, սակայն խոստացված ժամկետը արդեն անցել է, իսկ շինարարությունը կանգնած է։ Քանդված երկրորդ մասնաշենքը 3 տարի է նույն վիճակում է, իսկ թանգարանի արժեքավոր հավաքածուները ժամանակավորապես տեղափոխվել են տարբեր մշակութային հաստատություններ։ Ինչու կանգ առավ շինարարությունը եւ արդյոք երբևէ կավարտվի խոստացված վերակառուցումը, Սեդա Գյուրեղյանի ռեպորտաժում։ Թումանյանի թանգարանն այս մարտին արդեն պետք է իր այցելուներին ընդուներ նորակառույց մասնաշենքում, սակայն շինարարության ավարտի խոստացված ժամկետն անցել է, իսկ երկրորդ մասնաշենքը շարունակում է մնալ քանդված, աղբով լի։ Տարածքում արդեն 3 տարի որևէ շինարարական աշխատանք չի իրականացվել ու մոտ ապագայում չի էլ նախատեսվում։ Թումանյանի թանգարանը սակայն չի դադարեցրել իր աշխատանքը, շարունակում է գործել Հրանտ Մաթևոսյանի թանգարանում։ 2023-ից Թումանյանի թանգարանի կողպելուց ի վեր 3 ամսով ձգձգվող համաձայնագիրն այդպես էլ կողմերի միջև վարձակալության պայմանագիր չի դարձել։ Փաստացի Թումանյանի թանգարանն անժամկետ ու առանց վճարի է գործունեություն ծավալում Մաթևոսյանի թանգարանում, եւ որքան էլ սիրով ընդունած լինեն Թումանյանի թանգարանի աշխատակազմին, տնօրենի խոսքով սա երկար ձգվել չի կարող։ Հոկտեմբերից անցյալ տարվա պիտի վարձակալության պայմանագիր կնքվեր որոշակի պայմաններով։ Դա շատ երկարաձգվեց հիմա նախարարության եւ կառավարության ստորաբաժանումների, չգիտեմ ինչպես ասեմ, ոչ պաշտոնական կամ մեզ հասնող հավաստիացումների միջոցով տեղյակ ենք, որ պիտի այս ընթացիկ իրավիճակում այդ հարցը լուծվի, ապա թե ոչ մենք, ինչպես եւ խոստացել էինք Թումանյան թանգարանի աշխատակազմին, մենք իրենց հրաժեշտ պիտի տանք։ Թումանյանի ժառանգությունը հանգրվանել է տարբեր թանգարաններում, այնտեղ, որտեղ տնօրինությունը կարողացել է համաձայնություն ձեռք բերել մինչև շինարարական աշխատանքների ժամկետով նախատեսված ավարտը 2026-ի մարտ։ Թումանյանին պատկանած կտավները Սարյանի տուն թանգարանում են, տնտեսական գույքը ազգային արխիվում եւ Հրազդանի ազգային պատկերասրահում, գրքերը Մատենադարանում, իսկ վերնատան գույքն ու անձնակազմը Հրանտ Մաթևոսյանի թանգարանում։ Մենք հիմա արդեն պայմանագրեր ենք արել եւ երկուշաբթի երևի արդեն նորից թարմացրել ենք պայմանագրերը այնպիսի ժամկետով, որ միջև շենքը պատրաստ լինելը բանանենք, գտանենք, էլի պահենք տվել։ Բայց ինչպես սկսվեց այս պատմությունը։ 2019-ին թանգարանը Թանգարան ինստիտուտի վերածելու համար Թումանյանի թանգարանի տնօրինությունը դիմեց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն, բայց պարզվեց պետք է հատուկ չափանիշների համապատասխանել։ Շենքը վերակառուցելու անհրաժեշտություն առաջացավ։ 2023-ի սեպտեմբերին սկսեցին քանդել թանգարանի երկրորդ մասնաշենքը վերակառուցելու եւ նորացնելու նպատակով։ Մինչև փորձաքննության ավարտը չէր ուսումնասիրվել շենքի պատերից մեկը։ Որոշել էին պատն ամրացնել, բայց երբ քանդել են, պարզել են, որ լուրջ խնդիրներ կան։ Նոյեմբերին չկազմաքանդվող դարակները հեռացնելու ընթացքում բացահայտվել է, որ շենքի հարավ-արևմտյան պատին տեղադրված երկաթ բետոնե միջադիրները նոսր են, իսկ որոշ հատվածներում ընդհանրապես բացակայում են։ Դա անհնար է դարձրել նախագծով նախատեսված երկրորդ մասնաշենքի վերակառուցումն ու դրա վրա եւս 2 հարկի ավելացումը։ Մինչ այդ փորձաքննությունն արդեն ավարտվել էր։ Փաստաթղթերը պատրաստ էին, բայց չուսումնասիրված պատի պատճառով գործընթացը դադարեցվեց։ Պարզվեց, պատը քանդելն ու նորից կառուցելը ավելի շահավետ կլինի։ 2023-ի նոյեմբերին դադարեցվեցին աշխատանքները ու սկսվեց փաստաթղթերի կարգավորման նոր գործընթացը, որը ձգվում է մինչ օրս։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից հայտնեցին, աշխատանքները արդեն գտնվում են շմագ եւ համալիր փորձաքննության փուլում։ Դրական եզրակացությունները ստանալուց հետո շինարարական աշխատանքների իրականացման համար կհայտարարվի մրցույթ եւ ձեռք կբերվի շինարարության թույլտվություն։ Թե երբ կլինի շինարարության թույլտվությունը, երբ կվերսկսվեն եւ կավարտվեն շինաշխատանքները, որևէ կառույց չի հստակեցնում։ Մինչ այդ Թումանյանի թանգարանի հավաքածուն շարունակում է մնալ տարբեր հաստատություններում, իսկ թանգարանի աշխատակազմի ապագան անորոշ։
Սետա Գյուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այսօր Արաբկիր բժշկական կենտրոն է տեղափոխվել 1 տարեկան 2 ամսական փոքրիկ կլինիկական մահ ախտորոշմամբ։ Բժիշկները մոտ 1 ժամ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո կարողացել են փոքրիկի սրտի աշխատանքը վերականգնել, սակայն երեխան դեռ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Սպանության փորձի կասկածանքով ձերբակալված կա։ Մեր տեղեկություններով ձերբակալվածը երեխայի խորթ մայրն է։ Հայաստանի մարզերից գրեթե ամեն օր լսում ենք դաժան ծեծի, դանակահարությունների ու թմրանյութի օգտագործման դեպքեր։ Օրերս էլ Հայաստանի մարզերից մեկում 10-ամյա երեխայի վրա հարձակվել են դպրոցից տուն վերադարձի ճանապարհին քարերով ու ոտքերով ծեծել։ Երեխան դեռ դպրոց չի գնում կապտուկների եւ հոգեբանական վատ վիճակի պատճառով։ Իմ գործընկեր Սեդա Մակարյանն է գնացել դեպքի հետքերով։ Հարձակվեցի վրես քարերով, ոտքերով մեկ է ձեռքերով։ Մի քանի օր է մարզային քաղաքներից մեկում բնակվող 10-ամյա տղան դպրոց չի գնում։ Դեռ թարմ են մարմնի կապտուկները։ Դասընկերները դպրոցում դաժանորեն ծեծել են նրան։ Դասարանում ասեցի դասատուին կարա գնաշուտ դուրս ջուր խմեր գալ, ասեց գնա։ Ինձ քֆուր տվեց։ Խատ մանվելը։ Իրանք ովքեր են քո դասընկերներն են։ Մեկ է դասընկերն է, մեկը այն երկուսն է իրար ախպեր են։ Երեքով։ Հա։ Դու գնում էի ճանապարհին քեզ տեսա։ Հա։ Հետո Ու հարձակվեցի վրես։ Ինչու են քեզ հարվածել ու հայհոյել հարցին պատասխանում է, չգիտեմ։ Առաջին անգամ ուսուցիչներն են միջամտել ու կանխել, երկրորդ անգամ դպրոցից տուն գալու ճանապարհին են տղային կանգնեցրել, քարերով ու ոտքերով հարվածել։ Հարվածի հետքերը տղայի մեջքին, գլխին ու դեմքին դեռ թարմ են։ Ուսուցիչները դե ընդեղ կանխեցին, ասեցին սաղ ժամին մեզ հսկեր են, հետո տուն գալուց հարձակվեցին վրես։ Տղայի ցավը միայն ֆիզիկական չէ, վիրավորանքը չի մարսում, ականջներից դուրս չեն գալիս դասընկերների բառերը։ Թենց։ Այդ չարաբաստիկ օրը տուն է վերադարձել Առնաշաղախ, մայրն է լեղապատար դիմավորել որդուն ու տեղափոխել հիվանդանոց։ Էլ դաժանծեց, էլ դանակահարություն ու թմրանյութի գործածում, գրեթե ամեն շաբաթ դպրոցներից նոր սահմռկեցուցիչ պատմություններ ենք լսում։ Ինչու են պատանիները դարձել անողոք միմյանց նկատմամբ, որտեղ է պետք փնտրել խնդրի ակունքը, տանը, դպրոցում, թե մեկ ուրիշ տեղ։ Առաջին հերթին երկրում տիրող մթնոլորտը, մենք շատ լավ գիտենք, որ այս իշխանությունները եկան, բաժանեցին սևերի սպիտակների, առաջացավ խիստ, այսպես տարբերակում եւ սկսվեց ատելության մթնոլորտը գեներացվել։ Դրանից հետո պատերազմը եղավ, վաճառքը եղավ հայրենիքի ու Արցախի եւ այս ամենը ծնեցին արդարացի ընդվզումներ, վրեժի զգացում, իսկ այդ ատելություն, այս բոլորը չար էներգիա են ստեղծում, որոնք ենթագիտակցական մակարդակում չեն կարող չազդել երեխաների վրա։ Երկրում տիրող քաոսն է արտացոլվում դպրոցներում, ասում է Հայասպետ դպրոցի տնօրեն Կարին Տոնոյանը։ Քայքայվելու ուղիղ արտացոլանքներից մեկը այսօր մեր մանուկների, մեր երեխաների, պատանիների, երիտասարդների շրջանում, վերջին անգամ հիշում եք նաև գյուղակադեմիայի դիմաց ինչպես էին ծեծել երիտասարդի, տարածված այս դաժանությունն է, որովհետև երկիրը վերածվել է մարդը մարդուն գայլ է այդ ջունգլիների օրենքը եւ ով ուժեղ է, այսինքն ով ճնշվում է, ով բռնանում է, ով ավելի բիրտ է, ավելի դաժան է, այլ տիրում է սկզբունքը։ Ինչպես հասարակության դեգրադացված բարքերը, պարտվածի սինդրոմն ու վրեժխնդրության զգացումն են ազդում երեխաների հոգեբանության վրա, այնպես էլ համացանցում տարածվող բռնության կոչերն ու տեսարանները, ասում են մասնագետները։ Երբ երեխաները տեսնում են, որ ուժը խնդիր լուծելու միջոց է, նույն մոդելն իրենք են կիրառում, պնդում է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը։ Ատելությունը, ատելության խոսքը, նույն բանը մենք կարող ենք տեսնել սոցիալական հարթակներում։ Չէ, այնտեղ էլ բոլորը երեխաներ չեն, իսկ սոցիալական հարթակներում որևէ մեկը իրեն չի զսպում, որպեսզի, ասենք, մրցակցին, ասենք, հակառակորդին, թշնամի հո չեն, այդ մարդիկ բոլորը հայերեն են խոսում եւ ըստ էության նույն հասարակության անդամներն են, բայց ինչպիսի ջանասիրությամբ իրար վրա կարող են ցեղ շպրտել, հայհոյել։
Բևեռացված եւ ագրեսիվ հասարակության շերտերում է թաքնված այսօրվա դեռահասների դաժանությունը։ Մխիթարյանը ըստ էության շարունակում է Տոնոյանի միտքը։ Ագրեսիան հասարակության մեջ կուտակվում է տարբեր բաղադրիչներից ելնելով, մասնավորապես օրինակ, ընդհանուր սոցիալ-հոգեբանական վիճակ հասարակության։ Ուրեմն աղքատության շատ բարձր մակարդակ, որովհետև շատ ժամանակ հասարակության մեջ այդ ագրեսիան առաջանում է, երբ որ նորից աղքատներն են շատ եւ հարուստները ծայրահեղ շատ են։ Ում դիմել, ինչպես պաշտպանել սեփական երեխային, տուժածի հայրը չգիտի։ Միայն մի բան է անցնում մտքով՝ համարժեք պատասխան տալ։ Հետո ինքն իրեն սաստում է։ Հարցն այդպես չի լուծվի։ Ես միշտ եղել եմ իմ երեխուն, իմ տղուն, որ խոսքի մի կռվի, մի բան արա, պետք չի կարելի ոնց ասեմ, կոպիտ ասած։ Ինքը հա չի բան, բայց ինչեւ եղել է, չեմ ասեմ, երեխան դիկարվի, ամեն ինչը լավ, բայց ոչ թե ասի։ Երեխայի ծեծով միջադեպը չի վերջացել։ Բանը հասել է ծնողներին։ Բռնարար տղաների մայրը սպառնացել է ծեծվածի ընտանիքին։ Կինս տեսել է ճանապարհին, անգամ քաշել ասել տղա ջան, խի ես արել։ Ուշունցներ տարբեր ձևով, բան, քորփա, երրորդ դասարան երեխաներ սկսեց։ Երկրորդ անգամ ասեց չի կարելի։ Էլի սկսեց։ Ես գնացի դպրոցում ասեցի սենցա։ Հետնել հաթաթային, լավ են կարե, մեզ ոչ բան չեն կարա անի։ Տուժածի ծնողները պահանջում են դպրոցից հեռացնել այն աշակերտներին, որոնք ծեծել են իրենց որդուն։ Ասում են, ուսուցիչները չեն կարողանա այդքան աշակերտի վերահսկել։ Դրանով այլ մարմիններ պիտի զբաղվեն։ Իսկ ինչ են մտածում դպրոցում։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը թույլ չտվեց զրուցել տնօրենի հետ։ Վստահեցրեց, գործին չխոչընդոտելու նպատակով են արգելում։ Քրեական վարույթ է նախաձեռնվել։ Սեդամ Մակարյան, Էդիկ Մալաքյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Միջազգային մամուլում մեծ աղմուկ են բարձրացրել Իրանի նոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի առողջական վիճակի մասին հրապարակումները։ Մի շարք լրատվամիջոցներ գրում են, որ Խամենեին բուժման նպատակով գաղտնի տեղափոխվել է Մոսկվա։ Սակայն Կրեմլը հրաժարվում է մեկնաբանել այդ տեղեկությունը։ Ռուսաստանի նախագահի խոսնակը պարզապես նշել է, այդ լուրը չեն մեկնաբանում։ Ավելի վաղ բրիտանական The Sun պարբերականը գրել էր, որ Իրանի նոր առաջնորդի վիճակը ծայրահեղ ծանր է։ 56-ամյա ղեկավարն ըստ թերթի տեղեկությունների գտնվում է կոմայի մեջ, միացված արհեստական շնչառության սարքին եւ չի կարողանում ինքնուրույն շնչել։ Պարբերականի տվյալներով նա կորցրել է ոտքը եւ հնարավոր է ստացել է լյարդի եւ ստամոքսի լուրջ վնասվածքներ։ Թեհրանը փորձում է հանգստացնել հանրությանը։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ որևէ խնդիր չկա, նա կատարում է իր պարտականությունները համաձայն սահմանադրության։ Նախարարը նաև անդրադարձել է Հորմուզի նեղուցին։ Հորմուզի նեղուցը բաց է, այն փակ է միայն Իրանի թշնամիներին պատկանող տանկերների եւ նավերի համար։ Իհարկե շատերը նախընտրում են չանցնել այդտեղով իրենց անվտանգության մասին մտահոգությունների պատճառով, սակայն դա մեզ հետ կապ չունի։ Հորմուզի նեղուցի շուրջ աճող լարվածության ֆոնին միջազգային դերակատարները շարունակում են հստակեցնել իրենց դիրքորոշումները։ Գերմանիան չի տեսնում ՆԱՏՕ պաշտոնական դաշինքի դերը նեղուցի հնարավոր շրջափակման հարցում։ Բրյուսելում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարը։ Նրա խոսքով ՆԱՏՕ-ն այս ուղղությամբ որևէ որոշում չի ընդունել եւ նման պատասխանատվություն ստանձնելու հարց չի քննարկել։ Իսկ ինչու է Թրամփը փորձում ամեն գնով Եվրոպային եւ ՆԱՏՕ-ի ներքաշել այս գործարքի մեջ, քաղաքագետն է մեկնաբանում։ Միացյալ Նահանգները փորձում է պատասխանատվությունը կիսել նաև ՆԱՏՕ գծով իր դաշնակիցների հետ, հաշվի առնելով այն միջազգային հավանական տնտեսական եւ էներգետիկ ճգնաժամ, որը կարող է առաջանալ, եթե այս վիճակը երկարատև լինի։ Այս պահին իմ կարծիքով շարունակում է դեմքը փրկելու գործողություններ Միացյալ Նահանգների, հաշվի առնելով նաև Իրանի Իսլամական Հանրապետության դիմադրող ունակությունը այս հակամարտության մեջ, հետևաբար եւ Թրամփը եւ Միացյալ Նահանգների ադմինիստրացիան կարծում եմ փորձում է հնարավորինս շատ դերակատարներ ներգրավելով գործընթացի մեջ փորձել հասնել հնարավոր առավելագույն, այսպես ասենք, իրենց համար հաջող սցենարի։
Իսկ իրանագետ Վարդան Ոսկանյանն նշում է, որ այս պատերազմը լուրջ փոփոխություններ է բերել Իրանի ռազմաքաղաքական համակարգում։ Նրա խոսքով իսլամական հեղափոխություն իրականացրած եւ իրանա-իրաքյան պատերազմի մասնակից սերնդին փոխարինել է իրանցի ռազմաքաղաքական գործիչների երկրորդ սերունդը։ Չնայած այս սերունդն իր հերթին անցել է այնպիսի լրջագույն փորձությունների միջով, ինչպիսիք էին իսլամական պետություն տերորիստական խմբավորման դեմ պայքարն Իրաքում եւ պատերազմը Սիրիայում, այդուհանդերձ այն չունի Իրանի դեմ ուղղակի ագրեսիան չեզոքացնելու այն փառքը, որն ուներ նախորդ սերունդը։ Հետևաբար, իրանական ներկա ռազմաքաղաքական ղեկավարության ուժգին մոտիվացիան պաշտպանելու Իրանը նկատելիորեն սնվում է նաեւ այս հանգամանքից։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, մնացեք խաղաղությամբ, բարի գիշեր։